Մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, իրոք դա այդպես է։ Ես հաճախակի տեսնում եւ լսում եմ, որ որոշ մարդիկ եւ խորհրդարանում հանդես են գալիս իշխանությունների նկատմամբ ոչ ճիշտ, նույնիսկ խիստ վիրավորական արտահայտություններով։ Մենք գիտենք, որ մեզ մոտ ժողովրդավարություն է, սակայն դա չի նշանակում արհամարհել բոլոր օրենքները եւ անցնել բոլոր չափեր ու սահմանները, որը չի կարելի։ Ժողովուրդ, այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա եւ ընդհանրապես հզորանա։ Միայն հզոր երկրի հետ եւ բարեկամները եւ թշնամիները սկսում են հաշվի նստել։ Պատերազմը ոչ մեկին լավ բան չի բերում, բացի ավերածություններից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ դիվանագիտական խաղաղ ճանապարհով։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է շատի հետև ընկնողը քիչնել է կորցնում։ Ես կարող եմ իմ ազգի ճակատագրով պարզաբանել ամեն ինչ։ Այսօր քուրդ ժողովուրդը աշխարհում կազմում է շուրջ 50 միլիոն, որը գտնվում է բաժանվում է 4 հզոր պետությունների մեջ՝ Թուրքիա, Իրաք, Իրան եւ Սիրիա։ Միաժամանակ ցրվելով սփռվել է աշխարհի շատ երկրներում, ունենալով մեծ սփյուռք։ Այս ժողովուրդը երկար տարիների ընթացքում պայքարել է իրեն ազատության համար, ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության, սակայն չի կարողանում մինչև այսօր լուծել իրեն պետության հարցը։ Ժողովուրդ, փառք Աստծո, այսօր մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը ունի անկախ պետություն եւ պետականություն։ Դրա համար մենք պետք է աչքի լույսի պես պահենք եւ պահպանենք անկախությունը եւ պետականությունը։ Ես հորդորում եմ մեր դիմադիր եւ ընդդիմադիր ընկերներին, եկեք լինենք միասնական, մոռանալ ամեն ինչ, երբ խոսքը գնում է մեր պետության անվտանգության, խաղաղության ստեղծման հարցերին։ Մի կողմ դնել բոլոր ամբիցիաները, ճիշտ կողմնորոշվել, կանգնել մեր պետության եւ իշխանության կողքին եւ միասնաբար չեզոքացնել բոլոր վտանգները, արհավիրքները, որոնք սպառնան մեր սուրբ հայրենիքի անվտանգությանը։ Բարեկամներ, ես միշտ տեսնում եւ հպարտանում եմ մեր հանրապետության վարչապետ հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն եւ հեռատես քաղաքականությամբ, որը մեր երկիրը պահում է անվտանգ եւ խաղաղ պայմաններում։ Նա կարողանում է դիվանագիտական ճիշտ ճանապարհով հարաբերություններ ստեղծել բոլոր գերտերությունների հետ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ եվրոպական երկրները։ Եվ այդ սերտ կապերի միջոցով մեր երկրին կբերեն երկարատև խաղաղություն, միաժամանակ հարևանների հետ լավ հարաբերություն ստեղծելով խաղաղ ճանապարհով կզարգանա մեր երկիրը, իրեն գոհությունը կպահպանի ապահով եւ անվտանգ մթնոլորտում։ Փառք մեր կառավարությանը, փառք հայ ժողովրդին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։